Պարոն Խուտացյան, շնորհակալություն զեկույցի համար, կարծում եմ շատ մեծ է կատարված աշխատանքը, վերընդդիմության գործընկերները չեմ հասկանում ինչու հարցադրումներ են անում, որ անձամբ իմ համար շատ զարմանալի է, օրինակ այն հարցը, որ ինչու մինչև 24 թվականը ինչ որ օրենք է եղել, որ պետք է ավարտված լիներ ծրագիրը, ես կարծում եմ այն հարցին, թե ինչպես եղավ, որ 30 տարվա մեջ հարյուրավոր դպրոցներ սեփականաշնորհվեցին, մանկապարտեզներ ու դպրոցներ, այդ հարցին իրենք ավելի դժվար կպատասխանեն, քան դուք այն հարցին պատասխանեցիք, թե 2024 թվականը ինչու ծրագիրը ավարտված չի եղել, նաև կարծում եմ մեր հայրենակիցները բոլորը տեսնում են, էլի ինչ ծավալով աշխատանքներ է կատարվում։ Կոպյան, ես կարճ ընդհատեմ ձեզ անդրադառնամ, որպեսզի հետևյալ տպավորությունը չմնա։ Ծրագիրը նախատեսված չի եղել ավարտել 2024-ին մի պարզ պատճառով։ Դա 2021-2026 թվերի կառավարության ծրագիրն է եւ բյուջետավորված է այդ տրամաբանության մեջ։ Այսինքն մենք ոչ օրացային գրաֆիկից ենք հետ ընկել, ոչ այդ ծրագրի իրականացումը կասկածի տակ է։ Սա 2021-26 թվերի կառավարության ծրագրի մաս է, 2026 թվականը չի եկել, հետևաբար մենք աշխատելու ժամկետ ունենք եւ շարժում ենք օրացային գրաֆիկին համապատասխան։ Ես չգիտեմ այդ օրացային գրաֆիկը 2022-ին ինչ տեսք է ունեցել կամ Տիկին Կուրեղյանը այդ տեսքը ոնց է մեկնաբանում։ Ես ասում հետևյալը, մենք դպրոցները կառուցում ենք, մանկապարտեզները կառուցում ենք, բազմաթիվ դպրոցներ եւ մանկապարտեզներ հանձնվել են շահագործման, այնտեղ հիմա ուսումնական process է գնում, բազմաթիվ դպրոցներ եւ մանկապարտեզներ շահագործման կհանձնվեն առաջիկա 1, 2, 3, 4, 5 ամսվա ընթացքում, իսկ մենք ծրագրի ամփոփումը կտանք օրենքով սահմանված կարգով իր ժամկետի ավարտին։ Եվ այդ ժամկետի ավարտին դեռևս մի տարի ժամանակ ունենք, մի քիչ հնարավոր է։ Այո, պարոն Խուտացյան, ես մեր հայրենակիցների անունից նույնպես էլի այդ շնորհակալական խոսքը փոխանցում եմ ձեզ, նաև մեր ընդդիմության գործընկերները, ինչը որ պետք է անեն, կարծում եմ չեն անում, իրենց անունից նույնպես ես կարող եմ ասել, ինչը որ չասեցին, այո, իրոք տեսանելի է այդ մեծ աշխատանքը, որ կատարվում է, կարծում եմ դա գովեստի խոսքերի արժանի, հա, արժանի է այդ ամենը եւ ձեզ եւ մեր կառավարության գործընկերներին խորին իմ ու ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում այդ մեծ ծավալով աշխատանքները կատարելու համար, էլ դպրոցներ, էլ մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կարծում եմ կարիք չկա երկար խոսելու այս ամենի մասին, նաև ժողովուրդը հա իր գնահատականը կարող է տալ ըստ հարցերի մեր ընդդիմության գործընկերների եւ այն իրականությունը, որ ամեն օր մարդիկ տեսնում են այդ ճանապարհներով, այն դպրոցները, որ իրենց երեխաներն են այցելում, մանկապարտեզները, այսքանը շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հարցի համար, ես կարծես թե այդ հարցին առիթ ունեցա անդրադառնալ, ես ընդհանրապես ընդդիմադիր գործընկերների մի տրամաբանությունը չեմ հասկանում, հարցեր տալ են ոլորտներից, որը մեր նախարարության համակարգման չի, մասնավորապես այդ հարցերը տալ տկեն նախարարին, ում համակարգման, եթե այդ հարցերը տան հնարավոր է այլ գերատեսչությունները, ես կարամ դիտարկեմ, որ չեն պատկերացնի սահմանը, որն է այս գերատեսչության թե այն։ Մեր նախարարությունը, երբ որ դուք հարցը տալիս եք, ես ուզում եի նշեի, որպեսզի ոչ մի ոլորտ բաց չթողեմ։ Համակարգումը Հայաստանի Հանրապետության ամբողջ ճանապարհային ցանցը տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում ենք իրականացնում ամբողջ հանրապետությունում։ Իրականացնում ենք ամբողջ հանրապետության ջրային ռեսուրսների կառավարումը, հանրապետության տրանսպորտի կառավարումը, ներառյալ ավիացիան, իրականացնում ենք հանրապետության ընդերքի ամբողջ կառավարումը, իրականացնում ենք հանրապետության էներգետիկ ոլորտի ամբողջ կառավարումը, իրականացնում ենք հանրապետության պետական գույքի ամբողջ կառավարումը։ Ես սա թվարկում եմ ցույց տալու համար, որ իմ ոլորտում այնքան հարցեր կա, որ կարելի է ինձ տալ, որ ես ուղղակի չեմ պատկերացնում, օրինակ կարկտա հարությունը ոնց է ստացվում, որ տկեն նախարարն են այդ հարցը տալիս։ Ելի եմ ասում, մեր նախարարությունը հանրապետությունում այս հսկայական ոլորտները համակարգող նախարարություն է, նախարարության կազմում մենք ունենք 3 կոմիտեներ, ունենք 2 տասնյակից ավել փակ բաժնետիրական ընկերություններ, որոնցից շատերում աշխատողների թիվը
գերազանցում է 1000-ը։ Ամբողջ հանրապետության ճանապարհային, էներգետիկ, ընդերք համակարգը, ջրային ռեսուրսներն են կառավարում, հետևաբար գործընկերներին առաջարկում եմ ինձ մեր լիազորությունների այս լայն հսկայական տիրույթում հարցեր տալ եւ ակնկալում եմ, որ այսուհետ հենց այդպես էլ կլինի։ Բայց սա չեմ ասում, որ տպավորություն ստեղծվի, որ դպրոցների մասով մեր հնչեցրած թվերը կարող են ճիշտ չլինել։ Ես պնդում եմ, որ դպրոցների հետ կապված մեր թվերը ճիշտ են, պնդում եմ, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գնում ենք 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագիրը հաջող ավարտելու ուղղությամբ եւ պնդում եմ, որ մենք 2026 թվականին կրկին էլի դպրոցների կառուցման ցանկ են քննարկելու, ինչպես վարչապետի հանձնարարականն է 300-ի մասով, մանկապարտեզների մասով գուցե 500-ի անհրաժեշտություն չլինի, լրացուցիչ կուսումնասիրենք։